է կազմում ձեր ամանորյա բյուջեն։ Ամանորյա բյուջեն ինչի նկատի ունեք։ Այդ ճոխ սեղանները Սեղաններ, նվերներ։ Վաղուստից չեմ ապրում։ Վերջի անգամ ոնց որ 100,000 դրամ եմ ծախսել։ Բայց խելահեղ բաներ չեմ անում, մենակ եմ ապրում։ Նվեր առնում եմ մենակ տղայիս ու իր ընկերուհուն։ Մեկ էլ ինձ չգիտեմ։ Թոշակառու մարդ ենք, բնականաբար չգիտենք ինչ որ կարող ենք կանենք, չենք կարող այդպես ասել։ Գաղտնիք է ֆինանսական։ Ահա։ Կարողանում եք տեղավորվել ձեր բյուջեի մեջ, օրինակ ինչն է հիմա շատ Իհարկե ոչ, ինչքան էլ կազմի մեկը չենք տեղավորվելու։ Ես իդի չեմ կարող հաշվել, արդեն 200-ից անցել է երևի։ Այս տարի շատացել է բյուջեն ավելի։ Հա։ Ինչի հաշվին, գները Գների թանկացման հաշվին ավելի բյուջեն շատացրել ենք, որպեսզի նմանատիպ նոր տարի նշենք, ոնց որ անցած տարի ենք նշել։ Եթե տղամարդիկան տունը խմողարա, խմողներ, խմիչներ շատ կազում։ Եթե կանայք են մենակ այդքան չի կազում։ 7 թորոնոցով կհաշվի ինչ կամոնոց։ Բայց տեղավորվում եք ձեր եկամուտների մեջ, փորձում եք անել։ Հա, տեղավորվում եմ, որովհետև ես կարող եմ քիչով էլ բավարարվեմ, մեծով էլ եւ ամեն ինչով էլ մեկա ուրախ եմ։ Ամուսին սա այդ հիմնական ծախսեր անում, ես բան չեմ անում։ Ինքը ճոխ անում ամեն ինչը, տենց ասեմ։ Այսինքն նվերներով, սեղանով կարողանում եք ձեր եկամուտների մեջ տեղավորվել։ Հիմա Հայաստանում լավ է, հավատացեք, ինով ասում աշխատանք չկա, սուտ է, տենց բան չկա։ Աշխատել ցանկացող է պետք։ Իսկ ամենաշատ գումարը ինչի վրա է ծախսվում։ Սննդի վրա է ծախսվում։ Միսը, հենց սկսենք մսից, կապնամտեր, ամեն ինչը։ Ամենաշատը կասեի մսեղենն է թանկացել լավ։ Մնացածը երևի նույն գնի է։ Բայց առնում ենք, չենք կարա չառնենք։ Ամեն ինչ թանկացած է, ամեն ինչ։ Սննդից բռնած, մյուս տնտեսական ապրանքներից։ Մսեղենը երևի իմ կարծիքով այդ բութ, տոլմաներ, բլինչիկ չեմ անում, տես տարբեր լիքը բաներ։ Ճիշտ ասած, այտենց շատ չեմ կենտրոնացել, բայց ոնց որ բուդը անցած տարի ավելի էժան եմ առել։ Թանկ էժանը չի ինձ համար հարմար բաներն է, դա անպայման չի թանկ լինի։ Այն որ ես սիրում եմ, որ թանկ էժան, թանկ ման չի լինում, քիչ փող ալնում։